Հովիկ Աբրահամյանի տունը գտնվում էր արգելանքի տակ, ոնց հանվեց, ոնց վաճառվեց, ինչ հանգամանքներում։ Մինչ իրավապահները 3 տարի է փորձում են պարզել, ինչպես ստացվեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոնումենտի դղյակը հապշտապ հանվեց կալանքից ու 2.5 միլիարդ դրամով վաճառվեց նորահայտ, ըստ մամուլի իշխանամերձ գործարար Նարեկ Նալբանդյանին, վերջինս ընդլայնում է իր բիզնեսները։ Ըստ հետքի, այս անգամ Նալբանդյանը գնել է Նոր Հաչնի Ադամանդի երբեմնի խոշոր գործարանը վարկային միջոցներով $3 միլիոն։ Նալբանդյանը Փաշինյանի իշխանության օրոք ձեռք է բերել տարատեսակ բիզնեսներ՝ Golden Palace հյուրանոցը, Սևանի ափին գտնվող հյուրանոցներից մեկը, Oasis Ծիրան սուպերմարկետների ցանցերը։ Ընդ որում, ըստ հետքի, որոշ բիզնեսներ ձեռք է բերել կամ շուկայականից էժան գներով, կամ էլ ամբողջ գումարը չի վճարել։ Օրինակ, Oasis սուպերմարկետների ցանցի դեպքում 60 միլիոն դրամ չի վճարել, գործը հասել է դատարան։ Կա քաղաքական եւ տնտեսական վերնախավերի սերտաճում, սա միանշանակ է։ Ինչու է նախկին վարչապետ Ազգային ժողովի նախագահ Աբրահամյանի որդուն պատկանող առանձնատան գործը քննվում 3 տարի ու առանց արդյունք։ Ինչպես է ստացվում, որ կասկածելի պայմաններում խորհրդարանի շենքի նմանությամբ կառուցած առանձնատան նոր սեփականատերը դարձած նորահայտ գործարարն ընդլայնում է իր բիզնեսն այնպիսի միջավայրում, որից դժգոհում են երկարամյա գործարարները։ Հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը մի պատասխան ունի՝ համակարգային կոռուպցիա, ոչ թե ցանցային, ինչպես մեկ ամիս առաջ պնդել էր վարչապետ Փաշինյանը։ Հիշեք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մի այդպիսի տղակար, որի բիզնեսը ծաղկում էր, հետո հայտնվեց Քոչարյանի ժամանակ մեկ այլ տղա, որի բիզնեսը սկսեց զարգանալ, հետո Սերժ Սարգսյանի ժամանակ էլի տղաներ հայտնվեցին, որոնց բիզնեսը այդպես զարգացավ, հիմա էլ Փաշինյանի օրոք էլի տղաներ են հայտնվում, որոնց բիզնեսը զարգանում է։ Նարեկ Նալբանդյանի փաստաբանը հերքում է պնդումները, թե այս ընտանիքի բիզնեսը բարգավաճում է, քանի որ իշխանության հովանավորություն ունեն։ Կարեն Տոնոյանի խոսքով Նալբանդյանն իր գործունեությունը ծավալում է վարկային միջոցներով։ Ես Նարեկ Նալբանդյանին վաղուց եմ ճանաչում, ծանոթ եմ Նարեկ Նալբանդյանի բիզնես գործունեությանը դեռևս շատ տարիներ առաջվանից։ Իմ տեսածը ես ուղղակի կարող եմ ասել, որ Նարեկ Նալբանդյանը իր աշխատանքով, իր բիզնես կարողություններով հասել է այն ամենին, ինչը որ հիմա նա ունի։ Մինչ փաստաբանը հերքում է Նալբանդյանի շուրջ ստեղծված կասկածները, այս հարցը շաբաթներ առաջ հասել էր խորհրդարան։ Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն էր գլխավոր դատախազին հարցնում, թե ինչ են այդքան երկար քննում, որ չեն կարողանում պարզել, ինչու հակակոռուպցիոնի քննիչը շատ արագ առանց գլխավոր դատախազության թույլտվության Աբրահամյանների դղյակը հանեց արգելանքից, ընդ որում քննիչը ոչ մեղադրյալի կարգավիճակ ունի, ոչ էլ հեռացված է համակարգից, շարունակում է նույն հակակոռուպցիոնում գործեր քննել։ Նախաքննական գաղտնիքի տակ 3 տարի թաքնված է իրավապահ համակարգը։ Աբրահամյանների առանձնատունն արգելանքի տակ էր 2020 թվականից։ Դատախազությունը քննում էր ինչ միջոցներով եւ ինչպես է նախկին վարչապետն այն կառուցել, բայց քննիչն այն հանել էր արգելանքից ու թույլատրել վաճառքը։ Կին Թովմասյան, հենց ձեր նշած հարցի շուրջ է քննությունը։ Հովիկ Աբրահամյանի տան մասով այդ նույն արգելադրման հետ կապված։ Եվ ինչպես պնդում էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որպեսզի որևէ տվյալ չխանգարի քննությանը, իրավապահներն այս գործը քննում են գաղտնի ընթացակարգով եւ չեն ասում, ինչու 3 տարի անց քննիչը մեղադրյալ չէ, արդյոք դա նշանակում է, որ նա այնուամենայնիվ ճիշտ որոշում էր կայացրել։ Պետությունը նվիրատվություն է ստացել 15.8 միլիարդ դրամ, բայց վաճառել այդ գույքը 5 միլիարդով։ Ընդդիմադիր պատգամավորը գլխավոր դատախազին հիշեցրել էր նաև հեղափոխությունից հետո նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը որպես նվեր տված Golden Palace հյուրանոցի մասին, ինչու է այդքան էժան վաճառվել, արդյոք սա արժանացել է իրավապահների ուշադրությանը, հարցնում էր ընդդիմադիր Թովմասյանը։ Մենք կոռուպցիոն ամեն դեպքում ահազանգեր այս իրացման հետ կապված չենք ստացել։ Թովմասյանն Ազատությանը փոխանցեց, դեռ սպասում է գլխավոր դատախազի ամփոփ պատասխանին։ Ես կարծում եմ, որ դատախազը այստեղ ուղղակի չգիտի ինչ իրավական գործիքակազմ կիրառի, որպիսի իշխանական որևէ գործիչ եւ որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվի։ Golden Palace-ի դեպքում խնդիրներ չեն տեսել, բայց Աբրահամյաններից 3 տարի առաջ գնաց դղյակը Նալբանդյաններին անհարմարություն է պատճառում։ Փաստաբանն ասաց, որ այժմ արգելված է Արգամ Աբրահամյանին փոխանցել առանձնատան պարտքը։ $6.5 միլիոն փոխանցել են ընդամենը $145,000։ Պատճառը քրեական գործն է, որպեսզի առանձնատան փոխարեն գոնե պետությանը վերադարձվի դրա գումարը, դատախազությունը նաև արգելել է տան դիմաց գումար փոխանցել նախկին վարչապետի որդուն։